Ինչ է ասել խելամիտ հարմարեցում, հա, ուղղակի երկու կարծիք տեղից, հա, ով կասի ինչ է խելամիտ հարմարեցումը, ում է ուղղված, ինչին է ուղղված։ Խնդիրով, այսպես ասել, ներառական դժվարություն ունեցող երեխաներին կրթությունը ապահովելու համար։ Իսկ մեկին է ուղղված, թե բոլորին է ուղղված։ Ըստ խնդիրների։ Յուրաքանչյուրի իր չափով։ Այսինքն կարիք ունի, ով ինչ կարիք ունի, այսինքն բայց երևի կարող են լինել տարական պայմաններ, որոնք պետք է լինեն բոլորի համար, հետո արդեն հարմարեցում։ Ձեր ասածը իրականում մատչելիությունն է, իսկ խելամիտ հարմարեցումը կոնկրետ ուղղված է տվյալ սովորողին, հա, տվյալ սովորողի կարիքներին է ուղղված։ Կան միջազգային մի քանի տերմիններով ավելի կհեշտացնի։ Բավարար ստացողներ ունենք, իսկ գերազանց ունենք գերազանց։ Երկու պակասը չի միացել։ Հա, 35 երկու։ Լավ, ով ինչ հարմարություններ զգում իրականում։ Լեզվի չիմացություն, հա։ I'm Artur, marketing specialist based in Yerevan, working in Yubo. I specialize in turning creative ideas into powerful marketing campaigns that deliver real results. Զուտ, հա, որոշակի նանձնային առանձնահատկություն, որոշակի կարիքների հետևելով կարիքը մենք մարդուն չենք ընդունում, հա, եւ ինտելեկտուալ հնարավորությունները հաշվի չենք առնում։ Բայց մի քանի տենց ոնց կա Հայաստանում, օրինակ Վիվասել ընկերությունը, օրինակ հնաշարժական համակարգի խնդրով մարդկանց տալիս է հնարավորություն դերասենյակում օրինակ աշխատելու, հա։ Հարմարության մասին ուզում եմ մեկ անգամ ևս ասեմ, որ սա պետական քաղաքականություն է, հա, արդեն եւ մեր կամավոր սկզբունքը, մեր կամավոր որոշումը չէ, հա, լինել սրա մեջ, թե չլինել։ Եվ սա արդեն որոշման, դեռևս հա 2022 թվականի ունենք որոշում 1265-ն, որը սահմանում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կամ հաշվանդամություն ունեցող սովորողների համար հարմարեցումների տրամադրման սկզբունքներ, ձևեր, կրթության պատասխանատվության շրջանակներ եւ ձևերը պատասխանատվության։ Եվ կա օրենքներ, որտեղ ավելի գլոբալ է, հա, ներկայացնում, թե ինչ է, հանրակրթական ծրագրերի իրականացման հիմնական սկզբունքներն է, օրենքը ներառում, մատչել, հա, կրթության մատչելիություն, հավասար հնարավորություններ, աշխատական կարիքների հիմնավորը, ընդունման կազմակերպում։ Ես այստեղ կուզեմ առանցքային մենք համարենք եւ մեր համար կարմիր գծի նման լինի, հա, կրթության մատչելիություն եւ հավասար հնարավորությունները, որովհետեւ առանց երկու գործոնի հնարավոր չէ իրականացնել ներառականությունը։ Դպրոցում իրեն հարմար է անուղղակի ավազի վրա գրել, այս դեպքում կարող ենք այդ հնարավորությունը տալ, հա։ Մի քիչ բարձր, որ ես շատ եմ ուզում լսել, բայց մեր մոտ մեր դպրոցում կապ չունի խնդիրով դժվարություններ ունեցող խնդիրով երեխա թե ոչ, այդ այլ ընտրանքով կրթությունը, այդ ավազով տառեր գրելը սովորական երեխաներն են ասում եմ, որ այստեղ կարող անտեղի լինի, բայց ամեն դեպքում կարծում եմ, եթե կիրառում եք, փորձել կիսվեք շատ մի կոմպլեքսանով ուղղակի դասարանային համակարգը այստեղ որպես այդպիսին ոնց որ շատ խորացած չի գործում էլի, այստեղ ավելի շատ ինտերակտիվ է, ես ծանոթ եմ ու այն ինչը որ դպրոցում շատ խնդիրներ կան, այստեղ կարող է օրինակ չնկատվի եւ հակառակը կարող է լինել, այստեղ խնդիր լինել իրականում մեր խելամիտների առումն չի կարդալ, եթե սովորողն անհրաժեշտ է որևէ հարմարեցում հենց ռեսուրս սենյակից օգտվելու, մեր դասավանդողները ազատ են, մոտենում են, վերցնում են, նաև ուղեկցողները ինչի չէ, եթե այդ պահին պետք է աշխատել տառերով, չգիտեմ ինչով ու դա կա ռեսուրս սենյակում, իրանք հանգիստ օգտվում են, բացիկ էլի չենք թափում սենյակը ու չի կարելի հանել, այդ մոտեցումը չունեն։ Ես գիտեմ դպրոցներ, որ նույնիսկ տուն են տալիս, տուն են փոխում, որպեսզի գործնականում տարբեր միջավայրերում կիրառվի, նաև թույլ են տալիս, օրինակ, բայց ամ քիչ ռիսկային է, մարտահրավերային է, չգիտեմ, կարող է տանեն փչացնած, օրինակ, բերեն կամ չբերեն։ Չբերեն, հա, դե դա է կա, կամ չբերեն, դասավանդողը ազատ է,
Այստեղ մենք ալտում ենք գիտենք, որ կարող ենք նաև այդ 7-ի 1 եւ 7-ի 2 կետերով կատարել փոփոխություններ եւ այն խելամիտը, որը արդեն իրան սպառած ենք համարում եւ այլևս խելամիտ չի, հա, տվյալ սովորողի համար, կարող ենք այս կետերով մենք առաջարկել մեր խաղերը, հա, օրինակ եւ հաջորդ տարվա համար, քանի որ էլի ֆինանսավորման լինում, այլ միջոցներ, հա, ձեռք բերենք։ Այս 3-ի 1-ի կետին ծանոթ ենք, կարծում եմ բոլորս, դա ուսումնական հաստատության մակարդակի ծառայություններ բաժինն է, ԱՈՊ-ի։ Այստեղ տեղյակ ենք, ինչ խորհրդատվություններ է դրվում, ուզում հասկանալ շատ կանգնենք, թե չկանգնենք, ինչ խորհրդատվություն դրվում, օրինակ սովորող բաժնում։ Սովորող բաժնում դրվում է այն խորհրդատվությունները, սիրել են, որոնք վերաբերում են ամբողջ դասարանին, հա, ամբողջ դասարանին, օրինակ դրային խաղեր, դա արվելու է ամբողջ դասարանի հետ, ոչ թե տվյալ սովորողի հետ։ 3-ի 1-ի կետի ուսումնական հաստատության մակարդակի ծառայություններ բաժնում, սա ֆիքս են։ Ծնող բաժնում դրվում է այն խորհրդատվությունները, այն սեմինարները, քննարկումները, որոնք պիտի տրվեն բոլոր ծնողներին, հա, բոլորին։ Այդ դասարանի բոլոր ծնողներին։ Օրինակ, ինչ է բուլինգը, ինչպես կանխարգել են, հա, բուլինգ ամեն։ Քրիստինա ջան, 3-ի 1-ի կետը ուսումնական հաստատության մակարդակի ծառայություններ։ Մենք ունենք նաև առանձին այլ խելամիտ բաժին, դրանց հիմա կանադառնանք, դա հստակեցվում է։ Իսկ այստեղ օրինակ գնահատող խումբը տեսավ, որ կա դերային խաղեր անելու կարիք տվյալ դասարանում, հա, տվյալ դասարանում։ Այսինքն ինչ որ անհատ երեխու հետ կապված է, դասարանում դա արվում։ Այո, կապված, օրինակ որ ինքը ինտեգրվի, բայց անվի դասան։ Այդ դասան տեսել են կա բուլինգի որոշակի ինչ-որ դետալներ են, հա, տեսել։ Եթե երեխու հետ է կապված դասարանը։ Երեխայի հետ է կապված, քանի որ երեխայի ալբոմ է տեղ գտնում, բայց բոլորին պիտի տրվի, հա։ Շատ լավ հարցեր, որովհետև հաջորդը հիմա ավելի հստակ պիտի տրվի կոնկրետ երեխային, կոնկրետ ծնողին, կոնկրետ հա մանկաբարձ։ Աջակցող տեխնոլոգիաների տեսողական, թվային, տեսողականները գիտեք, դրանք հիմնականում բրայլերն են, հա, ցուցասարքերը, տպիչները, բրայլյան գրքերը, որոնք նույն ծրագիրը կարող են ապահովել, հա, ինչ դպրոցում սովորական ծրագրով գրքերը, բրայլյան գրաֆիկներ, սխեմաներ, կան շատ քարտեզներ, որոնք ռելիեֆային են, հա, ավելի շատ եւ ոչ ավելի շատ հիմնականում ռելիեֆային են եւ իրենք շոշափելով կարողանում են ինֆորմացիա ստանալ եւ ամբողջ դասարանին համընթաց, հա, կրթություն ստանալ, ինչու ոչ, եթե մանավանդ, հա, ինտելեկտուալ խնդիրներ չեն ունենում, հա, սովորողները։ Սա լսողականներն է, FM համակարգերը գիտեմ, որ ձեր դպրոցում շատ շուտվանից կիրառվում է, փոխանցում լսուցիչի ձայնը անմիջապես սովորողի լսողական սարքերի։ Բայց շատ կարևոր է ֆիքսել, որ այս օրինակ FM համակարգը պիտի արդեն լսողական սարքը սովորողը ունենա, հա, կամ սանը ունենա, որ այս համակարգը կարողանանք, որտեղ իր սարքին